Բարև սիրելի հետևորդներ, ընկերներ, ովքեր որ հետևում են ինձ, ովքեր որ այս տարիների ընթացքում չեն զլացել, դիտել են ինձ, կիսվել են իրենց կարծիքով, ոգևորվել, ոգեշնչվել են իմ ճանապարհով, եւ իհարկե ում ես եմ ոգևորում եւ ոգեշնչում իմ գիտելիքներով, գաղափարախոսությամբ եւ իհարկե իմ ապրելակերպով։ Այսօրվա իմ եթերը այս տարվա վերջի լինելու է եթերը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին կարող էր չես որ ուղղակի անցնել եւ իրենից հետո ոչ մի հետք չթողներ, համար որոշեցի, որ այսօրվա իմ օրը պետք է իր հետևից թողնի շատ կարեւոր հետք։ Եվ նախ եւ առաջ ուզում եմ ձեզ նույնպես խորհուրդ տալ, որ այսօրը ուղղակի չանցկացնեք, այն անցկացնեք այնպես, որ տարիներ հետո դուք նայեք այսօրը եւ հիշեք ձեզ հիմա ինչպիսին եք, ինչ իրավիճակում եք գտնվում, որտեղ եք գտնվում, որտեղ եք նստած եւ հենց այս ձեր տեսակին հերու ապագայից ասեք, ես քեզ հավատում եմ, տեսակ հոտ ամեն ինչ ստացվեց։ Դրա համար միշտ ձեր մոտ ավանդույթ սարքեք, որ դեկտեմբերի 31-ին այնպիսի բաներ անեք, այնպիսի քայլեր անեք, որոնք որ կլինեն հիշվող, հիշարժան, եւ իհարկե ձեր քայլից հետո ձեր քայլը կբերի ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն, լույս, հավատ, սեր։ Եվ այսօրվա իմ եթերը ուզում եմ նվիրել այն մարդկանց, ովքեր հիասթափված են, կոտրված, կորուստ ունեն իրենց կյանքում, ցավ ունեն իրենց կյանքում եւ իսկապես իրենց ամենալավագույն լուծումն է չլինելը։ Եվ ուզում եմ այս իմ եթերը նվիրեմ ձեզ, սիրելիներս, որովհետեւ ես հասկանում ու հավատում եմ, որ ներկա պայն ձեր ներսում ամենամեծ ցավն է ապրում եւ միայն ու միայն այդ վիճակում գտնվելու դեպքում մարդ կարող է հասկանալ մնացած մարդկանց, ովքեր որ ունենում են ցավ, հիասթափություն։ Ուզում եմ ձեզ իմ օրինակով ասել, որ իմ կյանքում շատ դժվարություններ են եղել, որտեղ որ ես իսկապես հայտնվել եմ այնպիսի անել իրավիճակներում, որտեղ եղել է միակ ցանկությունս ուղղակի չլինել, ուղղակի ինչի համար եմ ապրում, եթե պետք է այսպես լինի, բայց եւ այդ վիճակից ելնելը ինձ ավելի ուժեղ է սարքել եւ ավելի մեծ հնարավորություններ է տվել։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ հավատացեք, վաղ ավելի լավ եք լինելու, չկա ոչ մի վատ բան, կա իրավիճակ, որ մենք դեռ չենք հասկանում ինչի համար է մեր կյանք եկել։ Եվ ցանկացած փոփոխություն, ցանկացած նորություն մի փոքր ձեզի ցավացնելու է, շփոթմունքի է ենթարկելու, դրա համար եղեք ընդունող։ Ուղղակի այդ իրավիճակում փակեք ձեր աչքերը, պարկեք, ավելի շատ ժամանց անցկացրեք ինքներդ ձեզ հետ, մի գնացեք ոչ միտեղ, որտեղ շատ մարդիկ կան, բողի մեջ մի մտեք ընդհանրապես, ձեզ հարկավոր է լսել ձեզ, կապ հաստատել ձեր սրտի, ձեր հոգու հետ, միայն այդտեղ դուք կարող եք գտնել ձեզ։ Դրա համար, եթե դուք գտնվում եք այնպիսի վիճակում, որտեղ որ պրոստ ուզում եք մենակով լինել, մնացեք մենակ։ Ասեք ձեր հարազատներին, որ դուք ուղղակի չեք ցանկանում ձևեր թափել, դուք չեք ցանկանում գոհացնել ուրիշներին, դուք ուղղակի ուզում եք ընտրել ձեզ։ Ու տենց է այսօր ձեզ համար կարևոր։ Պարկեք ձեր համար, ավելի շատ քնեք, որտեղ քունը վերականգնում է մարդուն ստրեսից դուրս է հանում։ Եթե դուք 1-2 օր պարկեք անդադ քնել, ոչ մի բան չանեք, ոչ սոցցանցեր, ոչ դասեր, ոչ մեկի հետ խոսակցություն, ոչ մի բան չեք անում, միայն նվիրում եք ձեզ, ձեր հանգստին, մաքսիմում կարող եք դրական ֆիլմեր դիտել, այնպիսի ֆիլմեր, որոնք ժպիտ կբերեն ձեզ։ Տխուր վիճակում մի լսեք ոչ մի նեգատիվ երաժշտություն, այնպիսի երաժշտություն, որը ձեր ներսում ցավ է առաջացնում։ Միայն խորհուրդ եմ տալիս, որ դիտեք ուրախացնող կոմեդիա ֆիլմեր։ Միայն այդպիսի ֆիլմերը ձեզ կարող են ձեր ներսում ձեզ մի փոքր շեղել ձեր այդ իրականությունից եւ մտցնել այնպիսի աշխարհ, որտեղ որ կա ուրախ, խինդ, ծիծաղ։ Կապ չունի, որ ձեր կյանքում շատ վատ բան եղել, նույնիսկ մահը, եթե ձեր կյանքում կա մահ, նամանավանդ նման օրերին, որտեղ որ շատերը տոնում են, իսկ ձեր մոտ ցավ է, ձեր սրտում ցավ է, հավատացեք, դա ձեր ցավն է։ Ոչ մեկին չի վերաբերվում, բայց երբ որ մենք սկսում ենք դրսի մարդկանցից պահանջել հարգանք, ուշադրություն ձեր ցավի նկատմամբ, դուք այդտեղ չեք վերապրելու, դուք այդտեղ ճիշտ չեք անցնելու ձեր սեփական ցավը։ Դրա համար ամեն մեկս մեր մեջ ունենք մեր ցավը։ Խորհուրդ եմ տալիս, որ չանտեսեք այդ զգացողությունը, ուղղակի վերցրեք թուղթ եւ գրիչ այդ մարդուն, այն մարդուն, ում կորցրել եք, ում շատ եք սիրում, գրեք նամակ,
շնորհավորեք նրան, նոր տարին կապ չունի ժողովուրդ ջան, իսկապես եմ ասում, արեք, շնորհավորեք նրան նոր տարին, ասեք, թե որքան շատ եք դուք նրան սիրել, ասեք, որ նա ձեր կյանք որքան լույս էր բերել, որքան իմաստ էր բերել, ասեք, որ նրա կորուստից հետո չի փոխվելու ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ, որ դուք շարունակելու եք նրա հիշատակը պահել ձեր սրտում, վառ հիշողությունները նրա մասին, ասեք, որ նա ձեր կյանք գալով, ձեր կյանք բերել է լույս, հավատ, սեր, դուք շատ բան չեք գիտակցում, բայց հիմա ավելի ուշադիր կլինեք եւ այդ զգացմունքը, այդ սերը, հոգատարությունը մարդկանց աշխարհի նկատմամբ ավելի կմեծացնեք։ Դրա համար ամեն հարցում եղեք ավելի ըմբռնողական։ Մի ձեզ դատապարտեք, մի ձեզ քննադատեք, ուղղակի գրեք, սեր տվեք այն մարդկանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել, հեռացել են, բաժանություն ա տեղ ունեցել, ինչ տեղի ունեցել է նեգատիվ, շնորհակալությունով հայտնեք այսօր այդ շնորհակալություն 2025-ին, որպեսզի հաջորդ տարի ձեր հետ չտանեք այդ մեծ բեռը, որտեղ եթե դուք չներեք, չբաց թողեք, չգրեք, հիշեք եւ դրանով մտնեք նոր տարին, ապա ինչով է տարբերվելու ձեր նոր տարին հաջորդից, ոչինչով։ Դրա համար ինքները ձեր համար արեք այդ նվերը, մնացեք մենակով, թեկուզ 1 ժամ գրեք նամակ, այն իրավիճակին, այն մարդուն, ինչի արդյունքում դուք ձեզ վատ եք զգացել, կամ թեկուզ ձեզ վատ եք զգում եւ բաց թողեք այդ ամեն ինչը, թողեք 2025-ին։ Այնուհետև լավ ֆիլմ դիտեք կամ ժպտացեք, լավ երաժշտություն դրեք, պարեք մենակով, որից հետո արդեն գնացեք եւ դիմավորեք ձեր 2026 թվականը, որտեղ 2026 թվականը ոմանց համար կարող է լինի ամենալավագույն տարին, ոմանց համար նորից լինի նույն վատ կամ ավելի վատ տարին։ Դա կախված է մեր վերաբերմունքից։ Եվ եկեք սովորենք սիրել, եկեք սովորենք կիսվել այն ամենով, ինչի գիտենք, պիտանի լինենք աշխարհին, մարդկությանը եւ ինչու՞ չէ նաեւ մեր գիտելիքներով, գաղափարներով սեր տարածենք բոլոր մարդկությանը, որտեղ միայն սիրով լցված մարդը կարող է սիրել մնացածը, միայն սիրով լցված մարդը կարող է օգնել իսկապես մարդկանց, երբ որ դու դա ունես այնքան շատ, որ քեզ համար ընդհանրապես կորուստ չէ այդ զգացմունքը, այդ էներգիան, որը որ դու տալիս ես դիմացինին։ Նաև հաջորդ հատվածը, երկրորդ հատված ուզում եմ նվիրել իմ գեղեցկուհիներին, իմ թակուհիներին, ովքեր որ վախենում են մի քանի կիլոգրամ ավելացնել այս օրերի ընթացքում, որտեղ նոր տարվա ընթացքում մենք ավելի շատ ենք ճիշտ գիրանում։ Առաջին հերթին մի քանի կանոններ ուզում եմ տալ ձեզ, որը որ ձեզ կօգնի, որպեսզի այստեղից տեղափոխվենք հոգի, որպեսզի իսկապես չմտածենք այդ կիլոգրամների մասին, որոնք որ կարող է մեզ գալ, այլ կատարենք համապատասխան քայլեր, եթե իսկապես դա մեզ համար կարևոր է, որպեսզի չկուտակենք այդ կիլոգրամները, բայց եթե նույնիսկ կուտակել ենք, ասենք հալալ է ինձ։ Մեկը, ես կարող եմ 10 ամիս, 12 ամիս լինել գեղեցիկ մարմնում, բայց ընդամենը 1-3 օր ես կարող եմ ինձ թույլ տալ ամեն ինչ։ Դրա համար, որպես ինչպես երեխան թույլ տվեք ձեզ ամեն ինչ, մի վախեցեք, մի նայեք ուտելիքին ձեր սիրած եւ ձեզ զրկեք դրանից, կերեք, ուղղակի եղեք ավելի գիտակցաբար, եթե երեխան չի գիտակցում, դուք ավելի գիտակցաբար վերաբերվեք, քանակին, ժամային առումով եւ ճանաչելով ձեր սեփական օրգանիզմը, եթե դուք գիտեք այսինչ ուտելիքը դուք գիշերը ուտում եք, դա ձեզ անհանգստություն է բերում ստամոքսին, ապա չեք ուտում, եթե դուք գիտեք խմիչքը օգտագործելով դուք հաջորդ օրը վատ եք զգալու, վատանալու եք, ապա դուք դա չեք անում։ Ապա այստեղ պատասխանատվությունը լիովին ձեր վրա է, ոչ թե նոր տարվա, որ նոր տարին փչացրեց ձեր օրը, դրա համար խմիչքը օգտագործեք ճիշտ։ Հիմա եկեք ասեմ ձեզ ճիշտ մի քանի կանոններ, որը հետևելու դեպքում ապա նոր տարին շատ ավելի հեշտությամբ կանցկացրեք։ Տոբին բարկացել է, գոռում է։ Տոբի լրի։ Եվ առաջի կանոնը, այս օրը, հենց այս օրը ավելի շատ շարժվեք, ավելի շատ ոտքով ամեն ինչ արեք, մի սոված մնացեք, ամենակարևորը տոնական սեղան նստելուց 3-4 ժամ առաջ լավ ուտում եք, սնվում եք, որպեսզի գերսնում չգնա երեկոյան։ Օրվա ընթացքում շատ հեղուկ օգտագործեք, եթե խմիչք եք օգտագործել։ Եվ ուտելու ժամանակ ափսեն լցրեք
այնքան բան, ինչ որ ուտելու եք։ Մի բան լցրեք, վերջացրեք, հետո մյուսը, այդպեսով դուք չեք վերահսկելու։ Ձեր սիրած ուտեստներից կարող եք ձեր ափսեի մեջ ամեն ինչի դասավորել ու սկսել ուտել դանդաղ։ Սկսում եք աղցանից, այնուհետև անցնում եք սպիտակուցային, այնուհետև ածխաջրային, այսինքն բարդ ածխաջրին դա փլաֆը կլինի, սպիտակուցները մսային տարբեր տեսակները կլինեն եւ բանջարեղենը դա աղցանները տարբեր տեսակի, ուղղակի խուսափեք, որ մայոնեզով չլինի ավելի շատ այդ յուղում, դա լինի բուսական ավելի, ձիթապտղի ձեթով պատրաստված ցանկացած ինչը որ սիրում եք դուք։ Ես սկսեք աղցանից, դանդաղ ծամելով, եղեք կենտրոնացած ուտելիքի վրա, շնորհակալ եղեք ձեր ուտելիքին, որ ուտում եք, եւս 1 տարի դուք նստած եք այդ սեղանին եւ տոնում եք նոր տարին, գիտակցեք այդ этаպը, գիտակցեք այդ բա, վաու, ես այստեղ եմ նստած, ինչ հաճելի է, որ ես շրջապատված եմ նորից այս մարդկանցով, ում կողք քեզից լավ եմ զգում։ Եվ թեկուզ վատ եք զգում, կապ չունի, վաու, ինչ լավ է, որ ես կամ, դեռ կամ կարողանում եմ ուտել եւ ես կարող եմ մյուս տարի իմ համար ավելի շատ բաներ անել, այսինքն միշտ դրականի փոխեք ձեր մտքերը։ Մյուս этаպը, հիշեք, տոնական օրերը դա միայն ուտելը չի, դա էմոցիաներն են, դա տպավորություններ ստեղծելն են, դրա համար դուք կարող եք փոքր քիչ ուտեք, բայց ավելի շատ շփվեք, ժամանց անցկացնեք ձեր հարազատների հետ, նրանց հետ լսել նրանց անցած ճանապարհը, ճիշտ հարցեր տալ, պատասխաններ լսել, գրեք նամակներ, խաղեր խաղաք եւ այլն, կառուցեք շատ դրական էմոցիաներ, այսինքն կարեւոր էմոցիաներ ստեղծելն է, ոչ թե ուտելը, դրա համար ֆոկուսը չենք պահում ուտելու վրա։ Եթե խմիչք եք խմելու, ապա խմիչքի հետ նույն քանակությամբ օգտագործում ենք ջուր։ Եթե օգտագործելու եք գինի, 1 բաժակ ջուր, եթե օղի 2 նույն չափի օղի բաժակոյի չափով ջուր 2 հատ։ Եվ այսպես որպեսզի այդ էթիլային սպիրտը, որը որ դուք օգտագործել եք, ձեր օրգանիզմից դուրս գա, որտեղ էթիլային սպիրտը ինքը մեր օրգանիզմը չի ընկալում, ինքը իրան տոքսին է համարում եւ երկար ժամանակ փորձում է իրանից պաշտպանվել, դրա համար կլինում այտուցներ, վատ ինքնազգացողություն անվանդ մարդիկ, ովքեր որ սովորություն չունեն օգտագործելու եւ ինքը երկար ժամանակ ապրես, որ դուրս գա, մինիմում 7 օր տևում է, մինչեւ ուղղակի մի փոքր խմիչքը դուրս է գալի, որտեղ ինքը ընդհանրապես չի ընկալվում, լավ լսեք։ Դրա համար խմիչքի հարցում եղեք ավելի ուշադիր, խմեք հաճույքի համար, այլ ոչ թե խմեք խմելու համար, որ վերջանաք, իտոգում հիշեք դուք ինչ եք ուզում, էմոցիաներ, տպավորություն ստեղծեք։ Դրա համար դուք ձեզ վայելեք, միջավայրը վայելեք, այլ ոչ թե խմիչքը վայելեք։ Մյուս этаպ ամենակարևորը, պարեք, շարժվեք, քայլեք, 12-ից հետո եթե ժամին ուտել եք, դուրս եկեք, դուրս ման գալու։ Այս տարի ձյուն եկավ, ձյունով խաղացեք, իրար հետ կիսվեք, էմոցիաներ ստեղծեք եւ այդ դեպքում արդեն դուք չեք կենտրոնանա ուտելիքի վրա, այլ կկենտրոնանաք ձեր վրա եւ կզգաք, որ իսկապես այլ ձև եք ձեր կյանքը եւ ձեր տարին անցկացնում։ Դրա համար սիրելիներս, մենք կարող ենք շատ խոսել, բայց ամենակարևորը թե ինչ ենք մենք ուզում, եթե մենք ուզում ենք իսկապես այն լինի մեր լավագույն տարին, եկեք հենց այսօր սկսենք այն կերտել։ Շնորհավոր ձեր նոր տարին, շնորհավոր 2026 թվական։